Միության սպատվո անդամուի Բեկի Կոշին Մանգասարյան, Միության սպարշության անդամներ, քույր միությունների ներկայացուցիչներ, մանկավարժ և խմբակիր պարոն Հրաչ Սեմերջյան և հետազոտող մտավորական Քևոր Հյուիկ Հակոբյան և պրոֆեսոր Վահրամ Շեմասյան։ Հարգելի և սիրելի հայ քույրեր և եղբայրներ, այսօր խոս մեկտեղված ենք մեր առաջնորդ Սրբազան Հովնան arczepiskopos Տերտերյալի հովանավորությամբ և մեր մշակութային անձնախումբի կազմակերպությամբ նույնպես մեր քույր մշակութային միությունները Արարատ Էսկիջյան թանգարանի Նորսերուց Թեքեյան համազգային մշակութային և իրանահայ և իրաքահայ ընտանեկան միություններում մասնակցությամբ իրականացած այս երեկոյին ներկայացնելու և Լոս Անջելեսի հայության մեր սիրելի ընկեր մտավորական Քևոր Հյուիկ Հակոբյանի կողմից պատրաստված շատ արժեքավոր ուսումնասիրությունը հայոց կրթական հաստատություններում պատմություն օսմանյան խավարներում մեջ երկաթոր աշխատությունը։ Բոլոր գաղափարի եկեղած այսօրվա շնորհանդեսին հարգելի ներկաներ, բոլորին հայտնի է, որ հայ ազգին գլխավոր նպատակներն ամենակարևորը եղած է նախ եկեղեցին, ապա անոր քով դպրոցը, թեև նախնական ըլլալով դպրոցը դպրներ հասցնելու նպատակ ուներ, բայց կյանքի պայմաններուն երևելով եղավ առաջադեմ հաստատությունը հայ ազգին թե ամենօրյա կյանքին և թե համաշխարհային գիտելիքներուն շտեմարանը ըլլալով իր գոյությունը մինչև օրերս և ապագային ավելի գոյատևել։ Մենք ասկե 8 տարիներ առաջ մեր սիրելի ընկերոջ Քևորգին հայ դպրոցներու մասին եղած առաջին ուսումնասիրությունը պատմություն Իստանբուլահայ ուսումնական կյանքի և կրթական հաստատություններու անոն մեծածավալ քիրքին առաջին շնորհանդեսը իրականացված էին։ Այսօր այս նոր երկու աշխատություններուն շնորհանդեսն ալբիդի իրականացնենք։ Մենք ոսահայրուս լոզունքը եղած է արտակախտի հայոց ուզացում են փրկությունը միայն մշակույթի զարգացումով, ուսումով և իր մայրենի լեզուն գործածելով դիտելը։ Մեր սիրելի ընկեր Քևորգի նպատակն է մեր նոր սերունդին հիշեցնել նախքան հայոց ցեղասպանությունն օսմանյան պետության հայերուն ապրած ակավարի քյուղերուն մեջ եկեղեցիներուն և վանքերուն հետ միասին հայ վաճառաններն ալկային, որոնց շնորհիվ ընդհանուր զարգացումի դեր և հարաշտմած էինք։ 4000-ի մոտ քյուղերեն և դպրոցներեն միայն մեկ հատ մնացանալ Մուսալերան Վաքıfի քյուղը։ Մեզի համար շատ կարևոր է գիտնալ պատմությունը, թե մեր նախահայրերը որչափ կարևորություն կտային ուսման։ Ուրեմն այս մասին պիտի խոսվի արդեն։ Շնորհակալություն այսօրվա երեկոյին մեզի թե բարոյական և թե նյութական իրենց օգնությամբ սատարող մեր մայր վարչության նախագահ Արոնակ Չերիկյանին և գործադիր մարմնի վարչության ադենաբեդ Հերման Չերիկին և վարչականներուն։ Շնորհակալություն մեր այս երեկոյին իրենց մասնակցությունը բերող քույր միություններուն վարչության անդամներուն։ Շնորհակալություն գործադիր մարմնի համաադենաբեդի Դիգին Ռոզալին Մադոյանին, որ այսօրվա երեկոյին հանձնարարությունը բիստանցեց։ Շնորհակալություն իմ աչքազուգս պարոն Գարբիչ Սարաֆյանին, որ այսօրվա երեկոյին իրականացման համար իր բոլոր չանքերով աշխատեցավ։ Շնորհակալություն մեր պարոն Հերման Ակվեյկին, որ այսօրվա տեխնիկ գործիքներ կատարեց։ Շնորհակալություն միությանց ներքին գործերի դներով Եղիա Քյոչեին, որ սրային պատրաստությունը ապահովեց։ Շնորհակալություն միությանց քարտուղարուի Տիկին Մարիետ Օհանեսին, որ պատրաստեց թուրքիկները և հայրակերի և ուղարկեց ծրագրերում։ Շնորհակալություն միության նորընտիր դիկնած հաստոխումբի անդամներուն, որոնք պատրաստեցին հյուրասիրությունը։ Շնորհակալություն մշակութային հաստոխումբի փոխքարտուղարուի Թամար Եշիչիմենին, որ մեր սիրելի ընկերոջ Հովսեփ Թոքաչին սրտի խոսքը բերի գարտա։ Շնորհակալություն մանկավարժ խմբակիր պարոն Հրաչ Սեմերջյանին, որ այսօրվա քիրքերը պիտի ծանոթացրել ես։ Շնորհակալություն այսօրվա քիրքերու հեղինակ Քևոր Հյուիկ Հակոբյանին, որ մեզի և հայ ազգին նվիրած է այսպիսի շատ կարևոր երկու հազորները։ Շնորհակալություն մեր առաջնորդ Սրբազան հոր քերաշնորհ Հովնան arczepiskopos Տերտերյանին, որ իր հովանավորությամբ իրականացուցին այսօրվա շնորհանդեսը։
Սիրելի քույր եւ եղբայրներ, շնորհավորություն ձեր բոլորին, որ ձեր ներկայությամբ պատվեցիք մեզ։ Հիմա պիտի սկսենք մեր հայրաքերին։ Կհրավիրեմ պիտի Ռոզալի Մարոյանը, որ հանդիսավար է այս երեկոն։